Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, Կոսովո Հայաստան, մարզիչը թե ֆուտբոլիստներն էին պարտության գլխավոր մեղավորը։ Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Կոսովոյի եւ Չեռնոգորիայի ընտրանիների հետ։ Նախ Կոսովոյից կրած պարտության մասին։ 2-5 խոշոր հաշվով եւս մեկ պարտություն եւ դրանից հետո հնչեցին կարծիքներ, որ սա մարզչական պարտություն էր, Ջոն Վանցխիպը չէր տիրապետում իրավիճակին եւ չկարողացավ ազդել խաղի ընթացքի վրա։ Համաձայն չեմ այդ կարծիքի հետ, ըստ իս հոլանդացի մասնագետը բավականին ճիշտ էր կառուցել խաղը եւ առաջին խաղակեսից հետո ամեն ինչ ընթանում էր մեր սցենարով, բայց այն ինչ կատարվեց ընդմիջումից հետո ուղղակի անբացատրելի է, կարծում եմ, պարզապես ֆուտբոլիստները չկարողացան անել այն, ինչ մարզիչը նրանց ասել էր եւ մեծապես ազդեց խաղի ընթացքի վրա Հովհաննես Համբարձումյանի թույլ տված խախտումը, որից հետո 11 պետրանցի եղավ եւ հաշիվը հավասարվեց։ Ավելի շատ կարծում եմ ֆուտբոլիստները չկատարեցին մարզչի առաջադրանքը, քան մարզիչը ինքը սխալվեց։ Քննարկելու եմ այսօր այս ամենը ոչ թե Արմեն Կարամյանի հետ, որը չի վերադարձել դեռ Չեռնոգորիայից, այլ Դավիթ Մանոյանի հետ։ Ողջույն Դավիթ։ Ողջույն։ Ինչ կարծիքի ես Կոսովոյից կրած պարտության մասին, ես հենց նոր ասացի իմ կարծիքը, ավելի այսպես կգցեմ մեղքը ֆուտբոլիստների վրա, որոնք երկրորդ խաղակեսում ուղղակի հասկանալի չէր ինչով էին զբաղված խաղադաշտում։ Արդյոք ինչ-որ կերպ կարող էր մարզիչը նման իրավիճակում բան փոխել, թե ոչ։ Իհարկե գործող անձինք դա ֆուտբոլիստներն են դաշտում, մարզիչը չի խաղում, բայց կարծում եմ մարզչի գործոնը այս վերջին մեր 3 խաղերում ակնհայտ է եւ կարծում եմ, որ մարզչական սխալներ շատ եղան։ Երկրորդ խաղակեսում, հա, ճիշտ է, սխալ թույլ տվեց Համբարձումյանը, բայց թիմը տենց չպետք է քանդվեր, այսինքն պետք է խաղային ու ուղղակի շատ անկազմակերպ երկրորդ խաղակես ունեցանք նամանավանդ պաշտպանությունում։ Իսկ դա կարծում եմ ավելի շատ մարզչական խնդիր է։ Իսկ ինչ է, օրինակ ինչ մարզիչը պետք է աներ այդ պահին։ Ես տեսնում ես հեռուստացույցով իհարկե երևում է ինչ է անում, Վանցխիպը փորձում է հասկացնել ֆուտբոլիստներին, որ դու այստեղ պետք է խոճապ չլինի եւ այլն։ Այսինքն այն ստանդարտ հավաքածուն մարզչական արտահայտությունների կա, բայց ինչ անի մարզիչը, երբ ֆուտբոլիստները պարզապես չեն կարողանում էլեմենտար գործողություններ կատարել։ Այն է կազմակերպել պաշտպանությունը ճիշտ, դուրս գալ պաշտպանությունից, կատարել 3-4 ճշգրիտ փոխանցում։ Եվ միթե սխալ է Վանցխիպը, եթե ասում է, որ չունենք բավականաչափ որակյալ ֆուտբոլիստներ, որ կատարենք որևէ առաջադրանք։ Չէ, հենց այդտեղ է կարծում եմ իր ամենամեծ սխալը, որտեղ մենք ունենք որակով ֆուտբոլիստներ, նույնիսկ տեխնացուներ, որոնք դեռ հավաքական չեն հրավիրվել, նենց չի, որ շատ է լավ որակով ֆուտբոլիստների քանակը, բայց մեր ունեցածից կարծում եմ մենք սրանից ավելին կարող ենք ստանալ, որտեղ մենք ունենք լավ ֆուտբոլիստներ եւ ինչ պետք է աներ մարզիչը, դա չպետք է լինի խաղի ընթացքում, այլ պետք է լիներ մինչեւ խաղը, այսինքն նախապատրաստական ժամանակաշրջանը արդեն Վրաստանի խաղից սկսած մինչեւ հիմա կարծում եմ բավականաչափ էր, որպեսզի գոնե ինչ-որ խաղի ուղղություններ ունեն այնքան պաշտպանությունում համարձակողական գործողությունների ժամանակ, որ ձեռագիր կամաց-կամաց հավաքական ձեռք բերեր, որը չկա արդեն 3-րդ, 4-րդ խաղը եւ կարծում եմ իր տրված ժամանակը շատ սխալ է օգտագործվել, նաեւ հաշվի առնելով վերջին հավաքը ֆուտբոլի ակադեմիայում։ Կարծում եմ ավելի լավ պետք է ընդհանուր թիմի նախապատրաստել։ Այն որ ընտրությունը եղածներից լավագույնը չէր, ես խոսել եմ դեռ նախորդ հաղորդման ժամանակ, համամիտ եմ, որ կարելի էր ընտրությունն այլ կերպ կատարել, հաշվի առնելով Պիչախչյանի, Բարսեղյանի, Իվուի բացակայությունը, Չանչերևիչը հասկանալի է, այստեղ
Հենրի Ավագյանը առաջին խաղում կարծում եմ կհամաձայնես, որ արդարացրեց բոլոր սպասելիքները, բայց եղած ֆուտբոլիստները կարծում եմ բարձրակարգ թիմ ստեղծելու ընդունակ չէին, ինչը մենք տեսանք դաշտում։ Առանձին ֆուտբոլիստներ բարձրակարգ կարելի է գտնել։ Հասկանալի է, Էդուարդ Սպերցյան ունենք, որը ամեն ինչ անում է, բայց միայնակ դաշտում հարցեր լուծել հնարավոր չէ։ Իսկ ինչ անել նման իրավիճակում, կառուցել Սպերցյանի շուրջ այնպես, որ բոլորը կարողանան նրան օգնել, թե հակառակը ինքը պետք է կարողանա մնացածին ստիպել, խաղալ, վազել, չգիտեմ, հասարակ այնտեղ ուղղակի հասարակ բաներ կան, որ մեր ֆուտբոլիստները թվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են պետք է կարողանան անել։ Իհարկե ցանկացած թիմ պետք է ունենա առաջատար, մենք հիշում ենք նախկինում դա Մխիթարյանի գործողություններ, բայց ոնց Մխիթարյանը, այնպես էլ Սպերցյանը չի կարող կատարել 11 հոգու աշխատանքը նամանավանդ, եթե պաշտպանության մասին ենք խոսում ընդհանուր թիմի մասին, այնց որ պարտադիր պետք է ունենանք մենք լիդեր, որ ոնց որ հիմա Սպերցյանն է, որը շատ լավ մարզավիճակում է, բայց ամեն դեպքում թիմի խաղը կախված է, իհարկե անհատական շատ մեծ սխալներ ունենք, բայց այս ֆուտբոլիստներից կարելի է շատ լավ թիմ ստանալ, իսկ դա մարզչի գործն է։ Ես չեմ ուզում ասեմ, որ խաղացողները մեղք չունեն, այո, անհատական շատ մեծ սխալներ կային, շատ որը արդեն մարզիչը չի դա անում, բայց թիմային գործողությունները, երբ որ թիմ է դառնում հենց այդ ֆուտբոլիստների շնորհիվ, դա դեռ բացակայում է։ Ես չեմ ուզում ասել, որ Վանցխիպը հանճարեղ մարզիչ է, կարծում հանճարեղ մարզիչը գործ չունի անելու Հայաստանի հավաքականում, ավելի ուժեղ թիմեր կմարզի, բայց բավականաչափ որակյալ համապատասխանող մարզիչ է ըստ իր ունեցածի, միջև հիմա անցած ճանապարհի, եւ արդյոք ինչ որ ժամանակ չէ հարկավոր մարզչին, որ իր գաղափարները հասցնի այս թիմին, որ մարզիչ եւ ֆուտբոլիստները մերվեն միմյանց, այսինքն սկսեն միմյանց ավելի լավ հասկանալ։ Նախ փոխեց ի վերջո եւ կարծում եմ հասկացրեց, որ խաղալու է երկու կենտրոնական պաշտպանով։ Կոսովոյի հետ խաղում խաղացին Գեորգի Հարությունյանը եւ Սերգեյ Մուրադյանը, լավագույն համադրությունը երևի չստացվեց, երկուսն էլ սխալներ շատ գործեցին, բայց Վանցխիպը պետք է ստանա կարծում այն ժամանակը, որ այս համակարգը դարձնի հիմնական։ Կարծում եմ ժամանակահատվածը իր օգտին չէր, երբ նա նշանակվեց Հայաստանի հավաքականի մարզիչ, քանի որ հենց միանգամից ազգերի լիգայի շատ պատասխանատու խաղից առաջ էր, հասկանում եմ ժամանակ չկար, բայց արդեն 4-րդ խաղն են խաղում ու նույնիսկ նշույլ թիմային խաղի ձեռագրի չկա։ Այսինքն եթե մենք տեսնեինք, որ քայլ առ քայլ գնում ենք դեպի ինչ-որ մի հատ մոդելի, որը հավաքական այս ձևով պետք է խաղա, մենք ասենք այո, պետք է ժամանակ։ Բայց իրականում շատ պայմանագիրը 1 տարով է, որ դեպքում է շարունակում, որ դեպքում չի շարունակում, այսինքն սա հարցեր են ու մոտիվացիան մարզչի մի քիչ էսպային անհասկանալի է։ Այսինքն ինքը մյուս խաղը նենց անելու, որ մենք հաղթենք, թե պատրաստելու է թիմին գալիք մեր դա հաջորդիվ քննարկելու առարկա է իհարկե, հիմա եզրափակելով Կոսովոյի հետ հանդիպման քննարկումը երկրորդ խաղակեսում լավ եղավ սխալը հասկանալի է 11 մետրանոցը, հետո ինչու այդպես քանդվեց թիմը։ Բաց թողեցին երրորդը, հետևից էլի ինչ-որ անհասկանալի ձախողում երկու գնդակել ենք բաց թողնում։ Ինչ-որ հոգեբանական խնդիր չես նկատում ֆուտբոլիստների։ Իհարկե կա, կարծում եմ նամանավանդ Վրաստանի այդ երկու խաղերից հետո ինձ թվում է հոգեբանական շատ մեծ խնդիր էր երրորդ գոլը թողելուց հետո, որ թիմը ուղղակի փլվեց։ Սա ինչ-որ անհասկանալի զավեշտի է վերածվում, դարպասապահ փայլուն խաղ է անցկացնում, բայց բաց է թողնում 5 գնդակ, սա ոչ մի կերպ չի գեղեցկացնում։ Լավ, լսենք ինչ են մեր փորձագետները ասում այս թեմայի շուրջ, հետո կշարունակենք։ Կրկին սկսել եմ զարմանալ, որ մեր ժողովուրդը էլ ինչ որտեղ խոսում է մարզիչներից կամ UFC ցանկացած մարզիչ աշխարհի հիմա որ հրավիրել են Հայաստանի ազգային հավաքական, նույն պատկերն եք տեսնելու։ Ոչինչ չի փոխվելու։ Ուզում եք Գվարդիոլային հրավիրենք, ուզում եք Մորինյոին հրավիրենք, ոչ մի բան չի փոխվելու։ Մենք ունենք այն ինչ ունենք։ Ինչ մարզիչի մասին կարող խոսք լինի։ Այդ խաղը մեծ հաշվով նախորդ խաղերի պատկերին մոտ էր։
Դժվար է ասել ինչ առաջադրանքներ էր տվել մարզիչը, որ չկատարեցին, թե տվել էր հստակ առաջադրանքներ, ֆուտբոլիստները չէին կարողացել լիարժեք կատարել, բայց ամեն դեպքում առաջադրանք տալը մի բան է, բայց կարողանալ դա ստանալ մարզումներին հետևողականորեն ու ավելի կոնկրետ մեկ այլ բան։ Ես կարծում եմ հավաքականում նույնիսկ եթե մի քանի օր կա, նույնիսկ եթե մարզիչը նոր է, հնարավոր է ստանալ լավ պատկեր, որը մենք պետք է տեսնենք հեռուստացույցի էկրաններից։ Դա հենց առաջին օրինակ կապերի ճիշտ ընտրությունն է, խաղային կապերի եւ այդ կապերի մեջ ճիշտ գործողություններով խաղային ձեռագիր ստանալն է, որը կարծում եմ այդքան էլ չերևաց։ Ֆուտբոլում չկա ինչ-որ մեկը մեղավոր է, մարզիչը թե ֆուտբոլիստները, եթե պարտվում են, թիմն է պարտվում, մարզիչը ֆուտբոլիստների հետ։ Այո, սխալներ եղան, պաշտպանությունում շատ սխալներ թույլ տվեցինք, որոնք գոլերի վերածվեց։ Նման թիմերից 5 գոլ բաց թողելը դա շատ վատ է։ Ճիշտ է, մարզիչը կարող ասել, որ փորձարկումներ է արել, երիտասարդ ֆուտբոլիստներ խաղացին, բայց ամեն դեպքում լավ էր, որ ընկերական խաղ էր ու այստեղ տեսանք մեր սխալները։ Ռաունդ երկրորդ, Չեռնոգորիա Հայաստան, Ջոն Վանցխիպը պետք է արդյոք շարունակի աշխատանքը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Երկրորդ ընկերական հանդիպումը Հայաստանի հավաքականն անցկացրեց Չեռնոգորիայի հետ, նույնպես մրցակցի արկիտակ եւ առաջին անգամ Ջոն Վանցխիպի օրոք չպարտվեց։ Ճիշտ է, հաղթանակել չեղավ, ոչ ոքի 2-2 որոշակի խաղային առաջընթաց նկատվեց, բավականին փոփոխված կազմով, նաև կենտրոնական պաշտպանների զույգը փոխեց հոլանդացի մասնագետը։ Ամեն դեպքում չպարտվեցինք եւ հիմա փորձենք հասկանալ խոսակցությունները, որ այս ընկերական հանդիպումներից հետո Ջոն Վանցխիպը պետք է հեռանա, արդիական են թե ոչ։ Կարծում եմ նա դեռ իր աշխատանքը պետք է շարունակի, որովհետև Վրաստանի հետ երկու խաղերում արդյունքը չպետք է նրա մեղքը համարել, որովհետև ժամանակ չուներ աշխատելու, ընկերական հանդիպումներն էլ ամեն դեպքում ընկերական հանդիպումներ են եւ այստեղ արդյունքը, ինչպես նախապես ասել էի, այդքան առաջնային չէ։ Համամիտես թե ոչ, որ ընկերական խաղերում արդյունքը առաջնային չէր, թե Վրաստանից հետո պետք էր նաև դրական արդյունք գրանցել ու արդյոք ինչ էր տալու այդ դրական արդյունքը, արդյոք ֆուտբոլային հանրությունը մտածելու էր, որ վերջ ամեն ինչ լավ է, հիմա կարգավորվեց մեր հավաքականը եւ սկսելու է ավելի լավ խաղալ։ Դե մենք սովոր ենք ծայրահեղությունից ծայրահեղություն գնանք, եթե գար հենց առաջին խաղում հաղթեինք, կասեինք լավ մարզիչ ունենք, պարտվեցինք, ասում ենք վատ մարզիչ ունենք, կարծում եմ պետք է լինի ծրագիր, եթե ինք ունի պլան, որ այս ընկերական խաղերը նպաստելու են մեր միջազգային արդեն որոշիչ խաղերի ժամանակ, երբ որ խմբային փուլ խաղերը կլինեն, որակավորման փուլերը, այո, այդ դեպքում կարևոր չի արդյունքը, բայց երբ որ դու պարտվում ես խոշոր հաշվով շատ մեծ սխալներով թիմային, այդ դեպքում ոչ թե արդյունքը հենց հաշիվն է արտացոլում հավաքականի վիճակը, այլ հենց ինքնին խաղը։ Դրա համար կարծում եմ, որ դրական շարժ կար այս խաղում, բայց ամեն դեպքում կարծում դեռ մենք չենք կարող վստահաբար ասել, որ այն մարզիչն է, որ այս պայն մեզ պետք էր։ Չես կարծում, որ սա ոչ միայն մեր համաշխարհային ֆուտբոլում առկա շատ հին խնդիր է մարզչին չվստահելը եւ միանգամից այսպես տաք գլխով որոշումներ կայացնելը։ Ընդամենը 4 հանդիպում, դրանցից 2-ը ընկերական, 2-ը պաշտոնական էին, բայց առանց նախապես աշխատելու հնարավորության, հետեւաբար ինչ որ պահանջներ ներկայացնել մարզչին այս պահին իմ կարծիքով ճիշտ չէ եւ պետք է մեկ ընտրական մրցաշար ամբողջական նրան տրամադրել։ Ըստ էության նա ունի պայմանագիր միջև աշխարհահռչության ընտրական մրցաշարի ավարտը եւ չտալ նրան հնարավորություն աշխատել, կարծում ճիշտ չէ։ Կարծում եմ ժամանակակից ֆուտբոլում հենց ժամանակի սղության պատճառով են այդպիսի կտրուկ որոշումներ կայացվում, որովհետև պետք է հասնել, եթե ակումբային ֆուտբոլ է, դու ունես մրցաշրջան, դու ունես հստակ նպատակներ գրավել ինչ-որ տեղեր, որպեսզի քո ակումբը զարգանա։ Հավաքականի դեպքում էլ դե խաղերը շատացել են, այն ժամանակ մենք ունենք ընկերական խաղեր, չունենք ազգերի լիգա, բայց հիմա ազգերի լիգան էլ ինքը արդեն պաշտոնական խաղեր են դարձել։ Դրա համար
Կարծում չէ պետք չի գնալ ծայրահեղության եւ այս երկու խաղերից հետո այս մարզի չհեռացնել, բայց մենք պետք է հասկանանք, եթե մենք սպասում ենք մինչեւ դեկտեմբեր ամբողջ ընկերական խաղերով հետո, այսինքն նոր պայմանագիր, ինչքան ժամկետով, այսինքն սա հարցեր են, որին պետք է ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանի, որտեղ այս պահին դեռ այդ չի հասկացվում, հասկանալի չէ։ Հետոյի հարց է, որովհետև ես ասում եմ մինչև ընտրական մրցաշարի ավարտը, ինչպես կանցկացնենք մենք ընտրական մրցաշար, դրանից կախված է նրա ապագան։ Գիտեք, մենք Իտալիան չենք, որ պարտվենք 0-3 հաշվով Նորվեգիայի հավաքականը եւ Լուչանո Սպալետին ասի, որ ես մեղավոր եմ, ես պետք է հեռանամ, սա խայտարակ պարտություններ եւ Իտալիան այդպես իրանք չունեն։ Մենք Հայաստանի հավաքականն ենք։ Պարտությունները ցավալի է, բայց դարձել են նորմալ երևույթ մեզ համար, այսինքն ասել, որ հերթական պարտությունից հետո մենք պետք է մարզչին հեռացնենք ըստ էության չտալով նրան ժամանակ իրեն դրսևորելու, կարծում ճիշտ չէ, պետք է իսկում ենք բերելու լավ, Վանցխիպից լավ մասնագետի ենք բերելու։ Կարծում եմ, եթե ուղղակի ժամանակավոր փոխարինող էր, կարծում շատ սխալ որոշում էր։ Եթե ունեն իր հետ մեծ երկար ճանապարհ գնալու պլաններ, այդ դեպքում այո, տանք հնարավորություն, թող ինքը թիմը ստեղծի։ Բայց եթե կարճաժամկետում մտածում ենք, որ այս պահին պետք է հավաքականի մարզիչ, կարծում եմ մենք այստեղ էլ կգտնենք լավ մարզիչ, որը ներկայիս խնդիրը ինչ որ ձև կկարողանա կատարել, նույնիսկ կարող է ավելի լավ կատարել։ Նորից խոսակցությունները թարմանում են, հայ մարզիչ է պետք, թե նորից արտասահմանցի է պետք, ֆուտբոլի ֆեդերացիան պնդեց, որ արտասահմանցի է պետք, վերջին պահին մի կերպ գտավ այս մասնագետին, հիմա չես կարծում, որ հեռացնելով Վանցխիպին, ֆուտբոլի ֆեդերացիան նաև կխոստովանի, որ սխալ որոշում, շտապողական ու սխալ որոշում կայացրեց ու գնում է ֆինանսական կորստի գիտակցելով, որ մեծ գումար է կորցնում, բայց նորից մարզիչ է փոխում։ Սա արդեն կառավարման տեսանկյունից ծախողում չէ։ Իհարկե, բայց ավելի լավ է ընդունես քո սխալը, մյուսը սխալ չանես, ճիշտ գործես, քան թե կպնդես, որ դու ճիշտ ես, բայց իրականում սխալ է։ Այսինքն պետք է ճիշտ որոշում կայացվի հանուն հայկական ֆուտբոլի, այլ ոչ թե պարզապես չխոստովանել, որ դու սխալ ես։ Կամ դու ասելով ընդհանուր ֆեդերացիայի որոշման մասին եմ ասում։ Միշտ ֆուտբոլիստի մարզչի հետ զրուցելիս գայթակղությանը չեմ դիմանում եւ այս թեման շոշափում եմ, հարցը տալիս եմ, ամոթ է արդյոք խոստովանել, որ մեր ֆուտբոլը այսօր տվյալ մակարդակում է։ Ես նկատում եմ միջինից ցածր մակարդակում։ Արդյոք ամոթ է դրա մասին բարձրաձայնել եւ ասել, որ հիմա պահանջելու ոչինչ չունենք մեր հավաքականից։ Ինչու ենք ազգովի պահանջում, որ մենք պետք է դուրս գանք աշխարհի արժե, որովհետև Ուզբեկստանը դուրս է եկել, մենք էլ ենք պարտավոր։ Կարծում եմ այդ պահանջը Եվրո դուրս եկել, մենք էլ ենք պարտավոր։ Կարծում այդ պահանջը չկա էլ, եթե կհիշենք նախորդ տարիներին մենք ամեն նոր մրցաշրջանին այդ մեր գլխավոր նպատակն էր։ Կարծում եմ հիմա այս արդյունքները հաշվի առնելով նաև մեր վերջին տարիների երիտասարդական հավաքականի արդյունքները, կարծում նման պահանջ չկա հանրության մեջ, բայց ամեն հավաքականի խաղից առաջ, ամեն սուլիչից առաջ իհարկե բոլորը սպասում ենք հաղթանակ, որտեղ դա ֆուտբոլ է, խաղը սկսվում է Շատ հեշտ տարբերակ է, որովհետև հանրությունը գտել ազգային հավաքականի արդյունքով քողարկել մնացած բոլոր խնդիրները, այսինքն երիտասարդականը, պատանեկանը անդադ պարտվում են, բայց եթե ազգայինը կհաղթի, ամեն ինչ կմոռանան, կասեն ամեն ինչ լավ է հայկական ֆուտբոլում, բայց այնտեղ էլ հայ մասնագետներ են աշխատում։ Այո, խնդիրը ինքը շատ գլոբալ է, չի ավարտվում հավաքականում, այլ սկսվում է հենց մեր ակադեմիաներից, մեր ֆուտբոլի երիտասարդական հավաքականներից, խաղացողների ընտրությամբ, որովհետև իրոք շատ մեծ հարց է խաղացողների ընտրությունները երիտասարդական հավաքականներում, որովհետև քանակը մեր մոտ այս պահին ավելի շատ է, քան տարիներ առաջ ֆուտբոլով զբաղվող պատանիների։ Բայց կարծես թե որակով ոչ թե միգուցե ավելի լավն են, բայց այն լավերը ովքեր որ պետք է լինեն հավաքականում գրեթե չկան։ Իսկն ունենք այս պահին շատ վատ արդյունքներ վերջին 6-7 տարում, եթե չեմ սխալվում, կամ միգուցե ավելի շատ, որ երբեք չենք ունեցել, նույնիսկ այն ամենասկզբում։ Այդ դրա համար եմ ասում, որ խնդիրը պետք է փնտրել այդտեղ, բուժումը սկսել այդտեղից, այլ ոչ թե բերել արտասահմանցի մասնագետի եւ 4 խաղ հետո ասել, որ նա չարդարացրեց սպասելիքները ու հեռացնել։ Տեսնենք Վանցխիպի մնալ չմնալու մասով ինչ են կարծում մեր փորձագետները։ Կարծում եմ, որ պետք է իհարկե շարունակի աշխատել, մարդուն նոր են հրավիրել եւ պետք է շանս տան, ոչ թե
ասենք բերեն, մեզ մոտ ամեն ինչ շատ արագ է կատարվում, միանգամից ամեն ինչ պահանջում ենք, չհասկանալով թե ինչ ենք ուզում մենք։ Մենք այսօրվա դրությամբ որզապես գրեթե ոչինչ չունենք կապված ֆուտբոլիստների խաղամակարդակի հետ։ Ինչ պետք է պահանջենք Վանցխիպից։ Չեմ կարծում երբևիցե որ պետք է ասել մենք պետք է մտնենք աշխարհի եզրափակիչ կամ Եվրոպա, չէ, ավելի համեստ խնդիրներ պետք է դրվի այսօրվա դրությամբ։ Մենք ոչ մի աստղ չունենք այսօր հավաքականում։ Միջին մակարդակի խաղացողներ են 1-2 հոգի, միգուցե միջինից մի քիչ ավելի բարձր, բայց ոչ էլիտ ֆուտբոլային առաջնություններում։ Այստեղ ամենակարևոր հարցը, թե ինչ ենք ուզում մենք ֆեդերացիան ինչ նպատակ է դրել եւ հետեւաբար ինչ նպատակ է դրել մարզչի արչեւ։ Առայժմ այդքան էլ པարզ չէ, կրկնեմ, թե մարզիչը մեկ օգնականով գալիս է եւ այլ օգնականներ, որոնց չի ճանաչում, ժամանակ է պետք ճանաչել։ Ես չգիտեմ, եկլեզվով շփվում են թե չէ, թե թարգմանչով են շփվում, դա մեծ հարցեր է ֆուտբոլում։ Պետք է շարունակի առայժմ բացի սխեմայի 4-3-3-1-4-3-3 սխեմայից շատ քիչ բան ենք տեսել, հնարավոր է շատ մեծ աշխատանք է կատարվում։ Ամեն դեպքում ունի պայմանագիր, մեծ ցնցումներն էլ պետք չէ անել։ Երևի թե առայժմ պետք է կանգ առնել եւ հասկանալ ինչ է կատարվում։ Ժամանակը շատ քիչ է եղել Սխիպի համար ու կարելի է ասել պետք է ժամանակ տալ, որպեսզի նրա մտահղացումները հասկանալ, թե ինչ է ուզում։ Այո, երևում է, որ ուզում է թիմը ֆուտբոլ խաղալ, փորձում է ավելի կոլեկտիվ խաղ խաղալ, բայց դա ժամանակ առ ժամանակ, այսինքն կայուն չի լինում խաղի ընթացքում ու լինում են խաղի ընթացքում, ասենք մի քանի րոպե ու դրանից հետո էլի կորցնում են կենտրոնալությունը ու նորից նույն սխալները կատարում։ Ռաունդ 3. Աշխարհի ակումբային առաջնություն կարծարացնի իրեն մրցաշարի նոր ձևաչափը։ 4 օրից Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմեկնարկի աշխարհի ակումբային առաջնությունը նոր ձևաչափով մրցաշար, որին շատ մեծ ուշադրություն է դարձնում FIFA-ն եւ որը դարձել է խնդրո առարկա շատերի համար, կռվախնձոր է դարձել նույնիսկ ասե եւ մենք եւս անմասն չենք մնա եւ կքննարկենք այս մրցաշարը, որին մասնակցելու է ոչ ավելի ոչ պակաս 32 ակումբ 6 աշխարհամասից, սա ինչ որ անհավանական քանակ է ակումբային մրցաշարի համար, եթե լոկալ մրցաշարերը հաշվի չառնենք, Չեմպիոններ լիգայի խաղարկություն եւ այլն։ Եվ տարբեր երկրների, տարբեր աշխարհամասերի ներկայացուցիչներ հնարավորություն կունենան միմյանց հետ մրցելու եւ սա ըստ էության գլխավոր նախապատրաստությունն է արդեն հավաքականների միջև գլխավոր մրցաշարին, աշխարհի առաջնությանը եւ տեսնենք ինչպես քննությունը կհանձնի Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Քո կարծիքը այս մրցաշարի մասին հետաքրքիր ձևաչափ է, թե ոչ, այսքան շատ ակումբների հրավիրելու կարիք կար, թե չկար։ Կարծում եմ հեռուստադիտողի համար ու կոմերցիոն տեսանկյունից իհարկե պլյուսները ավելի շատ են լինելու այս մրցաշարի, բայց ֆուտբոլիստների տեսանկյունից այն ֆուտբոլիստները, ովքեր չափազանց շատ քանակի խաղեր են անցկացնում մեկ մրցաշրջանի ընթացքում, իրենց համար շատ մեծ փորձություն է լինելու սա, առաջի անգամ է լինում տեղի ունենում այս մրցաշարը, այնպես որ դեռ վաղ է խոսել, թե ոնց կազդի սա ակումբների հետ։ Ես հասկանում ու նույնիսկ ընդունում եմ, որ որպես ֆուտբոլիստ պաշտպանում ես ֆուտբոլիստերի շահերը, կրճատվում է նրանց արձակուրդը, ծանրաբեռնվածությունը մեծանում է, բայց չի կարելի արդյոք այս զոհաբերությունը ճակերտերում համարել արդարացված, եթե կա թե ֆինանսական օգուտ, այսինքն նրանք ակումբի համար աշխատում են, ինչ-որ եկամուտ են բերում եւ հեռուստատեսային նաեւ դիվիդենդներ են դրանց քաղում։ Կարծում եմ ինքը որպես ֆորմատ առաջի անգամ նայելու համար շատ հետաքրքիր է, բայց երբ որ մի բանը շատ է լինում, պատկերացրա շատ էլ կլասիկոներ, ամեն օր ունենանք էլ կլասիկոներ։ Մի պահ եղավ, հիշում ես, որ անդադ խաղում են, արդեն հետաքրքրությունը կորում է, որովհետև հենց օրինակ աշխարհի խաղերի 4 տարին մեկ լինելու հետաքրքրությունից մեկն է, որ 4 տարին մեկ է։ Դնենք դա ամեն տարի, ինքը այդ ձևով մասսայական հետաքրքիր չէր լինելու, իսկ հիմա ֆուտբոլը ոնց որ ցանկացած բան, նույն, չգիտեմ, սոցիալական ցանցերի կոնտենտը ահավոր շատ բան է պահանջում, որ դու անընդհատ դա անես։ Հիմա ֆուտբոլը դեպի այդ է գնում, որ
պետքա լինեն շատ մրցաշարեր, շատ ֆորմատներ, շատ հանդիպումներ ու 32 թիմից ոնց հասկանում են ներգրաված են այնպիսի թիմեր, որ ինքը շատ տենց մասշտաբային բան դառնա, որը բոլորը դրա մասին խոսեն։ Իդեպ դա էլ մի հետաքրքիր թեմա է, ոչ բոլոր այս պայծրությամբ ուժեղագույն ակումբներն են մասնակցում, օրինակ Եվրոպայից առանձնացնեմ Լիվերպուլին ու Բարսելոնային, նրանք չեն խաղում։ Լիվերպուլը Անգլիայի չեմպիոնն է գործող, բայց խաղում են Մանչեսթեր Սիթին եւ Չելսին, որովհետեւ որոշված էր, որ 21-ից 24 թվականների ընթացքում Չեմպիոնների լիգայի հաղթողները պետք է խաղան, Չելսին եւ Սիթին հաղթանակներ ունեն ու նրանք Անգլիային տրամադրված այդ չափաբաժինը փակեցին եւ մնացած ակումբները այլևս չկարողացան խաղալ։ Բարսելոնան վարկանիշով վերջին այդ տարիների հետ մնաց Ռեալից ու Ատլետիկոյից Իսպանիայից նրանք են գնում։ Ինչ որ այսպիսի անհասկանալի բաներ ամեն դեպքում կան, բայց ես ինչ էի ուզում ասել, այն ակումբները, որոնք օրինակ աֆրիկյան ակումբներ, Հարավային Ամերիկայից, Ասիայից ակումբներ, Օվկիանիայից ակումբներ, նրանք որ երազում են միշտ ուժերը փորձել խաղալ եվրոպական ուժեղագույն ակումբներից, ստացել են այդպիսի հնարավորություն։ Արդյոք սա գրավիչ չէ նրանց համար։ Իհարկե, ես դրա համար նշեցի։ Պետք չէ արդյոք նրանց մասին էլ մտածել։ Իհարկե, ես դրա համար նշեցի, որ ակումբներ լինելու են, որ ունենալու են սրանից շատ մեծ բենեֆիտներ, խաղացողներ, ակումբներ, բայց օրինակ նույն այս ընտրության հարցում ակումբների ինձ թվում է շատ սխալ է, որովհետև եթե 4 տարվա կտրվածքով նայում ենք, 21 թվին օրինակ հաջողության հասած նույն Չելսիի կազմից 70% ֆուտբոլիստները նոր են։ Այսինքն եթե ոչ ավելին։ Եթե ոչ ավել, այսինքն ովքեր արժանի էին այս մրցաշարում խաղալու, հիմա իրանք չկան։ Դե ամեն ինչ փոխեց COVID-ը, որը հետաձգեց մրցաշարը, Եթե փոխվի, կարծում եմ ինչ որտեղ արդարացի կլինի, օրինակ չլինի լավ, հենց այդ մրցաշրջանի գոնե լինի 2 վերջին 2 մրցաշրջանի ժամանակ կոնկրետ տեղեր գրաված թիմերի այդ դեպքում կհասկանանք, որ խաղալու են այն ֆուտբոլիստները, ովքեր այդ արդյունքը գրանցել են ու իրենց շնորհիվ ակումբը իրենց ներկայացնելու է աշխարհի առաջացնում։ Ամեն դեպքում նորություն է, միշտ հետաքրքիր է, մենք այստեղ ավարում քննարկել ենք նաև Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի, Կոնֆերենցիաների լիգայի նոր ձևաչափը, չգիտեմ քեզ համար որքանով արդարացրեց իրեն նոր ձևաչափը, հիմա եւս մեկ մրցաշար նոր ձևաչափով միջև չդիտենք, երևի չենք հասկանա, այսպես արժեր թե չարժեր, FIFA-ն ինքն էլ երևի պետք է ուսումնասիրություններ անի եւ տեսնենք ինչ դրանից կստացվի։ Ամեն դեպքում ֆուտբոլային տոն Միացյալ Նահանգներում պետք է որ լինի, առավել եւս Նամանավանդ Միացյալ Նահանգների համար կարծում շատ լավ մեծ առիթ է լինելու։ Կյանքի իրավունք ունի արդյոք աշխարհի ակումբային առողջությունը այս ձևաչափով թե ոչ, ասել են նաեւ մեր փորձագետները, լսենք նրանց։ Ես կարծում եմ, որ կրկին ինչ-որ բիզնես ծրագիրը, որը կապված է մեծ գումարների հետ, այնտենց մրցաշարներ կարծում եմ շատ է եղել, ճիշտ առաջի անգամ ասա, բայց զուտ բիզնես ծրագիրը այդքան հետաքրքրությունը չգիտեմ, չեմ կարծում, որ այդքան մեծ լինի։ Ֆուտբոլիստները նրանք ռոբոտներ չեն, պարզապես մեղք են եւ շատ ժամանակ չեն դիմանում։ Եթե մի պահ պատկերացնենք տարվա մեջ քանի խաղի են մասնակցում, քանի խաղ են խաղում ու ինչ ճնշման տակ, ապա այս խոսքերը լրիվ արդարացի է, որ ֆուտբոլիստների համար միանշանակ ոչ։ Խաղերի քանակով շատանում են, այսպես ասած, խաղերը, կարելի է սա որպես փոխարինում համարել ազգային հավաքականների աշխարհի առաջնության, հիմա ակումբային ոչ բոլոր ակումբները, բայց լավագույն կարելի ասել հնարավորինս լավագույն ֆուտբոլիստներն են մասնակցելու լինելու են նաև այլ մայրցամաքներից ակումբներ, որ հետաքրքիր կլինի տեսնել թե Բրազիլիայի ուժեղ ակումբներ ինչպես են մրցում եվրոպական ակումբների հետ։ Կարծում եմ այսօրվա մեր դարում բժշկական ֆուտբոլային զարգացած դարում հնարավոր է նաև կառավարել ինձ թվում է, որպեսզի վնասվածքները քիչ լինեն եւ լավ մարզավիճակում լինեն ամբողջ տարվա ընթացքում։ Շատ դժվար է, քանի որ առաջնությունները վերջացել են եւ ֆուտբոլիստները ոնց որ ասած հանգստի գնալու փոխարեն պատրաստվելու են աշխարհի ակումբային խաղերին, մի քիչ ձևաչափն ու այս ռեյտինգային ինձ դուր չի գալիս, դա իմ կարծիքն է իհարկե,
որովհետև նայեք այս աշխարհի խաղերում չեն մասնակցելու, ասենք Իտալիայի, Իսպանիայի, մեկ էլ եթե չէ Անգլիայի չեմպիոնները, այսինքն Նապոլի, Բարսելոնա եւ Լիվերպուլ չեն լինելու, պատճառը ռեյտինգայինն է, բայց նրանք այս տարի եղել են իրենց առաջնությունների չեմպիոնները։ Ամեն երկրից գոնե ամեն երկրի ուժեղագույնը խաղա, ավելի իմ կարծիքով ավելի հետաքրքիր կլինի։ Հաջորդիվ Հայաստանի հավաքականն անցկացնելու արդեն պաշտորական հանդիպումներ, հաջողություն մաղթենք մեր ընտրանուն, իսկ աշխարհի ակումբային առաջնությունը թող անցնի հետաքրքիր պայքարում, կհանդիպենք մեկ շաբաթից։ Տեսնում։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armel